Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներն այս անգամ մեկնարկեցին Ստամբուլում։ Թուրքիա մեկնեց ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Նշենք, որ հայկական պատվիրակության ղեկավարն է Ալեն Սիմոնյանը։ Հայաստանը կառույցին անդամակցում է 1995-ից, հաստատված են գործընկերային ամուր կապեր։ Վերոնշյալում մեծ ներդրում ունի նաև Ալեն Սիմոնյանը, հետևողական աշխատանք կառույցի անդամ երկրների ներկայացուցիչների եւ ջերմ ու բարեկամական կապեր գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար թեմայի շրջանակում Ստամբուլյան հարթակից մեր երկրի ազգային ժողովի նախագահն ուղեց կարևոր մեսիջներ։ Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա։ Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները, ընդգծում է Ալեն Սիմոնյանն ու հավելում, որ Հայաստանը ձգտում է այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ։ Բայց ով է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ով է իրականում այն կերտում։ Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են։ Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից։ Դիմելով միջազգային գործընկերներին Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տևական է։ Խոսելով մերձավոր արևելքում տեղի ունեցողի վերաբերյալ փաստեց. Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին։ Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել։ Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է։ Սակայն ով, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն բուժելու մեր աշխարհը։ Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այդ համատեքստում ընդգծեց Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ու կարևորեց ստորագրված համաձայնագիրը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ալեն Սիմոնյանի խոսքով տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Այս համատեքստում ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացմանը, փաստելով, որ նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, Թրիպն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են։ Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափերի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին։ Այս ամենին զուգահեռ Ալեն Սիմոնյանը ելույթում շեշտեց, որ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Ջերմ ողջույններ 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքների շրջանակում Ալեն Սիմոնյանը պաշտոնակիցների հետ շփումներում եւս կարևորեց հայկական օրակարգը, փոխգործակցության ընդլայնումն ու գործընկերային կապերը։ Ստամբուլում կայացավ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։
Գոհունակությամբ արձանագրվեց հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաեւ առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվեց միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը երախտագիտություն հայտնեցին միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական գնահատեցին միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած Սիմոնյան-Կաֆարովա հանդիպումից հետո։ Երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման տեսանկյունից խորհրդարանների նախագահներն ընդգծեցին կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը։ Հաջորդ հանդիպումը Վրաստանի խորհրդանի նախագահի հետ էր, քննարկման առանցքում միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ էր։ Անդրադարձ կատարվեց ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի, այնպես էլ երկկողմ հետաքրքրության թեմաների։ Թուրքիայի խորհրդանի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթումլուշի հետ զրույցում էլ Ալեն Սիմոնյանը գոհունակություն հայտնեց Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, այն է Հայաստանի Հանրապետությանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։ Նշենք, որ քննարկվեցին նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ ևս։ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերն էլ Ալեն Սիմոնյանը քննարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ։ Ազգային ժողովի նախագահը Նիկոլայե Շտեֆանուտայի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ստամբուլում մեր երկրի խորհրդանի ղեկավարը թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների խնդրանքով պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։ Մինչ Հայաստան վերադառնալը Ալեն Սիմոնյանը հանդիպեց Թուրքիայի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի հետ, ազգային ժողովի նախագահն այցելեց նաև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջեց պատրիարքության տարածքում։ Իսկ ավելի ուշ խորհրդանի ղեկավարը հանդիպեց Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ազգային ժողովի նախագահը խոսեց Հայաստանի ներքաղաքական զարգացումների ու արտաքին քաղաքականության շուրջ։ Ավարտին Ալեն Սիմոնյանը պատասխանեց նաև հնչեցված հարցերին։